Իսկ դուք գիտեք, ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ եղեք միշտ սիրալիր եւ հարգալից, քանի որ երբեք չեք իմանա, թե վաղն ինչ կլինի։ Իրական պատմություն։ Կինն աշխատում էր մսի կոմբինատում։ Մի անգամ աշխատանքային օրվա ավարտին նա ինչ-որ բան ստուգելու նպատակով գնաց կոմբինատի սառցարան եւ պատահաբար փակվեց ներսում։ Նա սկսեց գոռալ եւ ուժգին թակել դուռը, սակայն ապարդյուն, նրան ոչ ոք չէր կարող լսել։ Աշխատակիցների մեծ մասն արդեն գնացել էին, իսկ դրսից հնարավոր չէր լսել, թե ինչ է կատարվում սառցարանում։ 5 ժամ անց, երբ նա արդեն մահվան եզրին էր, գործարանի պահակը վերջապես բացեց դուռը։ Այդ օրը կինը հրաշքով փրկվեց։ Երբ ավելի ուշ նա հարցրեց պահակին, թե ինչու հենց այդ օրը որոշեց ստուգել սառցարանը, չէ որ դա իր պարտականությունների մեջ չի մտնում, ահա թե պահակն ինչ պատասխանեց։ Ես աշխատում եմ այս կոմբինատում արդեն 35 տարի։ Օրվա ընթացքում այստեղ հարյուրավոր մարդիկ են գալիս եւ գնում, սակայն դուք միակն եք, ով ամեն առավոտ ինձ ողջունում է, իսկ երեկոյան հաջողություն մաղթում։ Շատերի համար ես կարծես անտեսանելի եմ։ Այսօր դուք եկաք աշխատանքի եւ ինչպես միշտ ինձ ասացիք ողջույն, սակայն երեկոյան ես նկատեցի, որ չեմ լսել ձեր հաջողություն, վաղը կհանդիպենք։ Այդ իսկ պատճառով որոշեցի ստուգել գործարանի ներսը եւ շրջակայքը։ Ես այնպես եմ սովորել ձեր բարևին եւ հաջողությանը։ Դրանք ինձ հիշեցնում են, որ ես ինչ-որ մեկին պետք եմ։ Ահա թե ինչու սկսեցի ձեզ ամենուր փնտրել։ Ժողովուրդ, այս իրական պատմությունը մեզ հուշում է, որ բոլորս պետք է մեզ շրջապատող մարդկանց նկատմամբ լինենք սիրալիր եւ հարգալից, քանի որ չգիտենք, թե վաղն ինչ է լինելու։